Սրանք բնութագրերն են իմ եւ Զարայի առջեւ դրված երկու դպրոցների տնօրինությունից։ Չէ, երկու դպրոցների տնօրինությունից չի, ուրեմն ես դες նաեւ ասեմ, որ իմ տղաս սովորում է նաեւ միջնակարգ դպրոցում են իրար հետ սովորել, նաեւ ավագ դպրոցում են իրար հետ հիմա սովորում։ Սա միջնակարգ դպրոցից տնօրենից եւ դասղեկից արդեն ստացել ենք միջնակարգ դպրոցի, որը որ արդեն ավարտել են երեխեքը, տնօրենի եւ դասղեկի բնութագրերն էին, իսկ ավագ դպրոցին արդեն խնդրել ենք, հարցում ենք արել, որպեսզի պատասխանեն, բնութագրեն երեխեքին, դեռևս պատասխանը չենք ստացել, ու հույսով եմ կստանանք պատասխանը։ Մարտիրոսյան, մի ճշգրտում, էլի հիմա այս փուլից հետո ինչ է սպասվում, քննչական պիտի տանեն, ու պիտի տանեն։ Սպասում ենք, որ քննչականից տեղեկություն տան մեզ, թե երբ են հրավիրելու, այսինքն երբ ենք ներկայանալու, երբ են պատրաստվում գործողության։ Կարծում եմ, դա արդեն լինելու է կամ մեղադրանք են ներկայացնելու կամ չեն ներկայացնելու։ Ինչ է սպա, այսինքն առերեսում է լինելու, հարցաքննություն է լինելու, ինչ է լինելու։ Եթե մեղադրանք ներկայացրեցին, կներկայացնեն մեղադրանքը, դրանից կհետևի նաև հարցաքննությունը։ Դե եթե ոչ Ամեն դեպքում դուք լավ ռեժիմով դեռ 72 ժամի ռեժիմն է, բայց 11 ներկայացրել է նաև իշխանությունը, որ անհապաղ ազատացվել։ Իդեպ Գևորգը ազատացվել է, թե ոչ։ Ինտերակցիաների ոչ։ Հաշվի առնելով, որ դպրոցականների նկատմամբ այս անհամաչափ բերման ենթարկելը, կալանավորվելը, ուժ կիրառելը տեղի ունեցել, արդյոք պատրաստում եք նաև միջազգային Հայաստանում թե գործող միջազգային կառույցների դիմել, այս դրվագի վրա շեշտադրում անելով, որովհետև տեսնում ենք այն տարբեր միջազգային կառույցներ պարբերաբար գովեստի խոսքերով խոսում ոստիկանության իրավապահ համակարգի մասին։ Միանշանակ պատրաստում ենք, այստեղ մենք առաջի օրվանից նաև ես այսօր առավոտյան էլ անդրադարձ կատարեցի մեր երկրորդ գործող Մարդու իրավունքների պաշտպան գրասենյակին մենք երեքտես միջադեպ ունեցանք, որովհետև դրա համար ասում եմ միջազգային կառույցների այսօր այցելել են երեխեքին։ Այսօր այցելել են երեխաներին, բայց միգնանձամ թե չէ, աշխատակազմից են այցելել։ Արագարձական Բայց կոնկրետ օրինակ մենք երեք ունեցանք խնդիր։ Այսինքն մենք երեք ունեցանք խնդիր, նաև իրավական հետևանքներով խնդիր, որովհետև ուղիղ 1 ժամից ավել փաստաբաններից չէին թողում, որպեսզի դարձնեն պաշտպանյանների մոտ։ Նախադեպ են դարձրել, սովորաբար այո, ընթացքում իրենք այդտեղ անում գործողություններ։ Վերականներ ծերեցին, ազատախուզարկություն արեցին, հետո վերականներին ճանապարհեցին մեքենաներով այդ ամեն ինչը տեսադրում էին։ Իդեպ տունը խուզարկվել է, ոչ, դեռ ոչ։ Գիտեք հիմա ինչն եմ նայում, երեխեքը պետական ավարտական քննության արդյունքները, բոլորը 20, բացի ֆիզկուլտուրայից։ Բոլորը 20 երեխեքի։ Իսկ առողջական խնդիրների մասով դուք արդեն հանձնել եք փաստաթղթերը։ Առողջական խնդիրների մասով փաստաթղթերը հանձնել ենք, գիշերը գիտենք, որ Դավիթի մոտ արդեն բացասական դինամիկա է, բնականաբար չէր կարող դա որևէ բացասական ազդեցություն երեխայի վրա չթողներ։ Շտապ ուժօգնություն է հրավիրվել, բայց խնդիր կա նաև նրա հետ, որ երեխան ունի նաև ալերգիա, նաև չբացահայտված ալերգիա։ Երկուսն է Դավիթի մոտ կարելի է եւ սննդի հետ կապված, եւ բուժօգնության հետ կապված շատ լուրջ խնդիր ունենք։ Հիմա մենք այդ համապատասխան փաստաթղթերը ձեռք բերելու դրանք էլ նաև մոռացիչ ներկայացնելու փուլում ենք գտնվում, ինչով տեսնենք ինչ է լինում։ Ես իմացա, որ այսինքն մեզ էին գրել, ճիշտ ասած, իրենց դպրոցից աշակերտների ծնողներ եւ հետաքրքրվում էին նախ գրասենյակի տեղն էին հարցնում, հետո մեզ առաջարկում էին հարցազրույցներ։ Ճիշտն ասած, մենք առաջարկել ենք, որ գրասենյակին մոտենան, մենք այստեղ հարցազրույցներ վերցնենք, որտեղ մենք իրենց քաղաքի տարբեր անկյուններում հանդիպելու հնարավորություն չենք ունենա։ Դեմ չեք, որ իհարկե այստեղ ձեզ հանդիպեն, այդ թվում մեզ լրագրողներից։ Ծնողները Երևանից են այստեղ, 3 քննչականի մոտ էին ծնողները, հետո եկել էին գրասենյակ, որովհետև բոլորը պատրաստական կանգնած են, ինչով կարող ենք մեր երեխեքին։ Իդեպ մեզ նաև ուսուցիչներն էին գրել եւ ասում են, որ շատ փայլուն բիզնես մտածողություն ունի Միքայելը։ Այո, ինքը բիզնես կոնսուլտանտ է, համել աշխատում է։ Այդքան աշխատում է։ Հա, իրենք բիզնես, հա, երկուսն է։ Օնլայն իրենք նաև աշխատում է։ Բիզնես կոնսուլտացիաներ են տրամադրում։ Դե ասում է երեխան համարվում է լավագույն աշակերտ իր բարձր իմացությամբ եւ գերազանց վարքով։ Շնորհակալագրեր նա երեխեքին։ Այստեղ մեծ դիտողները ու հեռարձակման տակ աջակցության խոսքեր են գրել։
Շնորհակալ եմ, որ գոնե կանեք։ Դաստիարակված երեխաներ են, օգնեք, որ դուրս գան, ձեզ են դիմում փաստաբանների։ Խնդրեմ բարձր միավորները, պատվողները իրանք էլ են անընդհատ ինչ են ասում, իսկ կան այսպես իրանք Ճիշտ ասած ինձ թուրք էր նաև արձագանքել եւ իմացա, որ շատ ցավալի է մեր պետության համար, այո, ուրախությամբ էր ճիշտ ասած արձագանքել իմ գրառումներին։ Ես բնականաբար թուրքերեն չգիտեմ եւ չեմ կարող արձագանքել, հավանաբար թուրքերեն իմացող քպական պատգամավորներին կդիմեմ, ինձ կօգնեն այդ առումով։ Երևս այսքանով ամփոփենք մեր ուղի հեռարձակումը եւ մեկ էլ 6:30 է, չէ՞ նախատեսված այստեղ ծնողներ, աշակերտներ, նայեք ասեմ, բոլոր աշակերտները, իրենց բոլոր ընկերները պատրաստակամ են, չեմ կարող անգամ ցույց տալ, թե ինչքան են ինձ Մենք հացրինք զրուցել երկու ծնողի հետ դեռևս, բայց էլի ցանկացողներ կային խոսող, տեսնենք հիմա ոնց կստացվի, նրանք էլ բոլորը պնդում էին, որ ճանաչում են եւ որևէ բաց բառ չեն կարող ասել երեխաները։ Եվ ընտանիքի հետ կապված, ասում եմ, միակ երեխաներն էին դասարանի, որ ծնողական ժողովներին եւ հայրն են ներկա լինում, եւ մայրն են ներկա լինում, եւ միայն գովեստի խոսքեր։ Այո, մայրը մշտապես է։ Այ, այդ երեխեքն են մենք էլ ենք շնորհակալ։